8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս էր հիմնական խոստումը, որ Արցախը մեր անվտանգ է լինելու։ Նաև խոստում էր տալի, որ աղքատությունը լրիվ հաղթահարելու է։ Խոստում էր տալի, որ աշխատավարձերն են շատ բարձրանալու։ Խոստում էր տալի, ինչ խոստում չէր տալի, Ժողովուրդ ջան։ Ինչի մասին ասես խոստում տալիս էր։ Հայտնի դեպքեր, որի արդյունքում իր խոստված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում միլիարդավոր դոլարների հարկեր եկող Հայաստանի բյուջե, բայց աղքատությունը չհաղթահարեցինք։ 21 թվին մի անգամ էլ ինքը սկսեց խոստում տալ։ Ասեց, չէ, այս նախորդ 2 տարին, 3 տարին մի քիչ խնդրահարույց էր, բայց հիմա կուղեմ ամեն ինչ։ Ասեց աղքատությունը մի հատ է կհաղթահարեմ։ Ասեցինք, լավ, մեր ժողովուրդը ասեց լավ։ Հավատացինք, այդ խոստման էլ հավատացինք։ Մեր երկրում աղքատությունը նվազեց։ 5 տարի հետո հիմա նոր է եկել, էլ է խոսք տալիս։ Հիմա էլ խոսք է տալիս, ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար, որ խոսք տվեց ու արեց, Ժողովուրդ ջան։ Չարբախը ընդհանուր աշխատել է գործարանների վրա, որը ստեղծել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվությունը։ Ինչ ենք անում մենք 50 տարի հետո։ Մի հատ որոշել է, մի հատ լավ բան անի։ Բոլորիս վրա, բոլորի ընտանիքի վրա, մեր ձեր բոլորի անցած տարի վերցրել է $2500 վարկ։ Հայաստանի անկախության առաջի 16 տարում 1.6 միլիարդ դոլար էր վարկը։ 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան այս հիմիկվա մեր ղեկավարը մի տարում։ Ինչ է սա նշանակում։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանսը տա նույն մարդուն։ Ուղղակի պարգևավճարներ վճարվի, մի քանի փողոց ասֆալտ արվի, այլ նենց բան սարքվի, որ մարդիկ երկարաժամկետ գործ ունենան։ Վստահ եղեք, որ փոփոխությունները անխուսափելի են։